Մանասյան, իմ հարցը լրագրող Լիլիթ Աղեկյանին բերման ենթարկելու պայմանների մասին է, որքանով է իրավաչափ, օրինաչափ, որքանով է ի վերջո բարոյական, քաղաքացուն, այս դեպքում կնոջը, բերման ենթարկել գիշերազգեստով և հողաթափերով, իրավունքի իրացման որ նորմերի շրջանակներում է դա տեղավորվում, եթե իհարկե տեղավորվում է, խնդրում եմ ինձ բացատրել, որովհետև ես հիշում եմ, երբ որ 2013 թվականին Ռուսաստանում հայ վարորդը 18 կարծեմ անձի մահվան պատճառ էր դարձել, իրեն դատարան էին բերել խալաթով և դա արդարացիորեն հարուցել էր հայ հասարակության զայրույթը, որը հիմա իդեպ ես չեմ տեսնում նաև իշխանական պատգամավորների շրջանում, իշխանության ներկայացուցիչներից ոմանք անգամ արդարացման փորձեր են կատարում կատարվածի հետ, հիմա որպես մարդու իրավունքների պաշտպան, որպես կնոջ, ձեզ հարց եմ տալիս, դատապարտում եք, թե չեք դատապարտում այն պայմանները, այն հանգամանքները, որի շրջանակներում բերման է ենթարկվել Լիլիթ Աղեկյանը, ով իդեպ մեղադրվում է խուլիգանության մեջ, ոչ մանկապղծության, ոչ մարդասպանության, ոչ էլ նարկոկանտրաբանդայի մեջ ներգրաված լինելու մեղադրանքի շրջանակներում չի բերման ենթարկվել, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Խամոյան, ես կուզենամ հատուկ անդրադառնալ այս թվում նշված խնդրին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքս նաև խոսեցի այն մասին, որ իրավապահ մարմինները կոնկրետ խումբ անձանց նկատմամբ պետք է մշտապես կարողանան զգայունություն ցուցաբերել եւ իրենց մոտեցումները պետք է համապատասխանեն այդ խմբերի իրավունքների պաշտպանության համար սահմանված առանձնահատկություններին։ Այո, ես որպես մարդու իրավունքների պաշտպան ճիշտ չեմ համարում այն իրավիճակում, երբ ազատությունից զրկումը չի ծագել անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա եւ չի տեղի ունենում անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, անձին ազատությունից զրկել տնային հագուստով, որը ըստ անձի օգտագործվում է նաեւ որպես գիշերազգեստ եւ հողաթափերով, եւ այնտեղ նաեւ շատ այլ առանձնահատկություններ էլ կան, որոնք, չգիտեմ, ճիշտ կհամարի անձը, որպեսզի ես դրա վերաբերյալ հրապարակային խոսեմ, թե ոչ, եւ այդ առումով մի անգամ էլ կոչ եմ անում մեր բոլոր իրավապահ մարմինների գործընկերներին եւ ոչ միայն, շատ դեպքերում նաև մենք տարբեր զանգվածային լրատվության միջոցներով ենք հրապարակումներ տեսնում, որոնք ընդհանրապես զգայունության կոնտեքստին չեն համապատասխանում եւ այլն, ու նաև հանրային գործիչների ելույթներում ես կոչ եմ անում բոլորին, որպեսզի կարողանան ցուցաբերել պատշաճ զգայունություն, որովհետեւ վատ վերաբերմունքի կանխարգելումը ընդհանրապես կապ չունի նրա հետ, թե անձը ինչ արարք է կատարել, որովհետեւ նույնիսկ ամենածանր արարք կատարած անձը պետք է զերծ լինի վատ վերաբերմունքի որևէ տեսակի դրսևորումներ իսկ ինչ վերաբերում է նշված գործի հետ կապված թե մենք Տիկին Աղեկյանի հետ ենք հանդիպել զրուցել, թե ինքս անձամբ 3 Գյումրիում հարազատների հետ եմ հանդիպել զրուցել, իրենց բոլոր բողոքները մեզ ներկայացրել են, դրանցով ես միանշանակ պահանջել եմ պարտադիր քննություն բոլոր ներկայացված մտահոգությունների եւ բողոքների հետ կապված, որովհետեւ եթե կան արժանահավատ տվյալներ վատ վերաբերմունքի որևէ դրսևորման առումով, դրանք առաջին հերթին այո պետք է արժանանան պատշաճ գնահատականի մեր երկրում գործող օրենքով սահմանված մեխանիզմներով։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Տիկին Մանասյան, դուք ասացիք, որ ես ճիշտ չեմ համարում, կարող ենք արձանագրել, որ դուք նաև ձեր արձագանքի ժամանակ կդատապարտեք տեղի ունեցածը, այդ ձևակերպումը կարող ենք լսել ձեր շուրթերից, եւ քայլերի հետ կապված ասացիք, որ հանդիպում եք ունեցել, կարծեմ մոր 78-ամյա կին է եւ քրոջ հետ, եւ նաեւ ՄԻՊ ներկայացուցիչներն են Լիլիթ Աղեկյանի հետ հանդիպել, բողոքների մասով արդեն իսկ հասցեագրումներ արել եք պատկան մարմինների թե ոչ եւ ինչ քայլեր եք պատրաստում ձեռնարկել այս ուղղությամբ։ Շնորհակալ եմ։ Ես հատուկ նշեմ, որ նաև հրապարակային եմ խոսել այդ մասին եւ պետական մարմինները ու պաշտոնատար անձինք պարտավոր են այդ թվում մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հայտարարությունները հաշվի առնել խնդիրների հետ կապված, բայց բնականաբար նաև գրավոր ձևաչափով պաշտոնական պարզաբանումներ
պարզաբանումներ ենք պահանջել, առաջին հերթին պարզաբանումներ եղելության հետ կապված, որովհետև նաև ակնհայտ է, հա, որ ցանկացած դեպքի առումով պետք է կարողանանք լսել բոլոր կողմերին, բայց ես արդեն նշեցի այն հարցի հետ կապված, ինչի հետ կապված ես կարող եմ այս պահին ինքս իմ համար առնվազն եզրահանգում անել, իհարկե եթե չներկայացվեն առանձնահատուկ տվյալներ կամ պարզաբանումներ, որոնք կարող են հակառակի մասին վկայել, ես ճիշտ չեմ հարմարում բնականաբար կնոջը հնարավորություն չտալ փոխելու տնային հագուստը, որը ըստ նրա օգտագործվում է նաև որպես գիշերազգեստ եւ հողաթափերը եւ այդ ձևաչափով տեղափոխել համապատասխան վայր։ Կներեք, Տիկին Խամոյան, բայց ես կարծում եմ, որ ամեն մեկս ունի խոսելու իր ոճը։ Բնականաբար, եթե ասում եմ, որ ճիշտ չէ, նշանակում է մտահոգված եմ եւ դատապարտում եմ։ Բնականաբար, այսինքն ես չեմ կարծում, որ հիմա պիտի մեկս մյուսի խոսելու ոճի վերաբերյալ նկատառումներ իրականացնի։ Շնորհակալ եմ։